Շատ շնորհակալություն ձեզ կարող եք նստել Փառաբանությունը կխնդրեմ նույնպես նստեք դուք կարող եք մնալ ինձ օգնել նվագեք Փառք Հիսուսին այս լավ հրաշալի օրվա համար Այսօր շատ լավ օր է որովհետև մենք հավաքվել ենք որ մեծարենք ու փառաբանենք մեր Տիրոջը Ստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր սենստեմ եմ դեմքեր, որոնց մի քանի տարիներ չէի տեսեմ, և 5 տարի, 6 տարի, սենց որ կոմ նայում եմ թազա դեմքեր եմ տենում, որոնց որ վաղուց կարոտել ու շուտվանից չէի տեսել, շատ ուրախ եմ, որ դուք ստեղ եք։ Այսօր ես հավատում եմ, որ Աստված քեզ խոսք կտա քո կյանքի համար ու այդ խոսքը քո կյանքում փոփոխություն կբերի, նորոգություն կբերի, բժշկություն կբերի, կուղի, շավիղները քո ճանապարհը, կլուսավորի քո խավարը, քո ոտների առաջ լույս կլինի։ Գիտեք, ամենամեծ ու թանկ բանը, որ մենք ունենք, դա իրակ Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը ուղղակի տար չի, որ սևով գրած է սպիտակի վրա։ Աստծո խոսքը կենդանի է։ Ու երբ որ ինչ-որ մեկը հոսանքին կպնում է, հոսանքը խփում է իրան, որտև մեծ հզոր ուժ կա մեջը։ Ինչ-որ մեկը, որ կպնում է Աստծո խոսքին, եթե ինքը կենդանի է այս գիրքը, ու եթե չէ կենդանի է, ու կյանք է այնտեղ։ Եթե ինչ-որ մեկը կպնում է այդ խոսքին, այդ նույն ձևի կյանքն է գալիս այդ մեկի մեջ։ Այդ նույն ձևի այդ խոսքն է գալի ու կենթանացնում, ոնց որ դու կկպնեիր հոսանքին ու հոսանքը քեզ կխփեր, այդ ձևով եթե դու կպնում ես խոսքին, խոսքը քեզ կյանք է տալիս ու կենթանացնում է։ Այսօր մենք շատ լավ ժամանակ ենք ունենալու, բայց մինչև այդ ուզում եմ ասեմ, որ շատ շնորհակալ եմ մեր հովիվ Արմեն Ստեփանյանին, իր տիկնոջը, մեր սաղ եկեղեցու ծառայողներին։ Ես հյուր չեմ, որովհետև ես իմ եկեղեցին է, ես իմ տունն է, ու ես հյուր չեմ, դրա համար որտով ես ծնվել եմ այս եկեղեցու, այսքան ֆիզիկապես չվերստին ծնունդ, հոգևոր կյանք, իմ սաղ սկսել է ստեղ, իմ հովիվը մինչև այսօր Արտուր Սիմոնյանն է, ու կապ չունի, որ ես ընդեղ Ամերիկայում եմ, իմ կյանքի հովիվը Արտուր Սիմոնյանն է, որ ամեն ինչով ոնց որ իմ բոլոր գործունեությունները, ծառայությունները, որ մենք ունենք ընդեղ այդ ամեն ինչը ոնց որ մեկա սաղ հովի նույնպես ներդրումը եւ օգնությունը եւ խորհուրդները ամեն ինչը կա ու դրա համար ուզում եմ ասեմ կարող է շատերն այմեն Instagram-ով մտածում են ոնց որ ես իմ ինչ որ բանն եմ անում էլի տենց է դա մեր ծառայությունն է որ այնտեղ սկսել ենք բայց ամեն ինչի մեջ իմ հովը տեղակա ես ինչ եմ անում ու իր օրհնությունով է արվում Հետը տենց ինչ որ վերաբերվում է Ստեփանյան Արմենին հովիվ մենք դեր ես ավելի մեր մեջ տարիքային մեծ տարբերություն կա բայց միշտ ինքը իմ համար եղել է թանկ մարդ ավակ թանկ ընկեր որը որ միշտ ամեն ինչով սենց ինձ նկատել է ու սենց միշտ նենց էր անում որ սենց իրա կողքը լինեի միշտ թե ճամբարներում թե նենց ընդհանրապես միշտ ու երբեք չի անցել անտարբեր, երբ որ ես ջարդու փշուրընկած եմ եղել, էլի, այդ էլ ասեմ։ Միշտ զանգել էր, գալիս էր, տենում էր, խոսում էր, ավտոյի մեջ հետս նստում էր, լացում էինք իրար այդ, ասենք սենց։ Միշտ իմ կողքն է եղել։ Ու շատ մարդիկ նույնպես էլի, ու բոլորի շնորհակալ եմ ու մեր եկեղեցին, որովհետև կար ժամանակներ տարբեր դժվարությունների մեջով անցա, բայց այսօր խոսանք շատ կարևոր բաների մասին։ Ուզում եմ ասեմ, որ Աստված Քանի որ հյուր չեմ ուզում շատ երկար բաներ խոսամ իմ մասին, բայց ուզում եմ մի հատ բան ասեմ։ Այսօրվա թեման, որի մասին խոսալու եմ, կոչվում է սենց. կապրես, կտեսնես։ Երկու խոսք, կապրես, կտեսնես։ Տարիներ առաջ էր, երբ որ մոտավորապես եւ մի 15 տարի առաջ էր, 15-16 տարի առաջ, շատ դժվար նեղություններով էի անցնում շատ դժվար ու պետքա այդ խնդիրների մեջով անցնեի ու հետաքրքիր էր որ աղոթում էի ու ոչ մի հարց չէր լուծվում աղոթում էի ոչ մի հարց չէր լուծվում
Ու հանկարծ աղոթքի ժամանակ մի հատ խոսք ստացա, ասես լսեցի խոսք, երկու բառ, կապրես, կտեսնես։ Ու ես էլ մեծ ֆինանսական հարց ունեմ, որ պետքա լուծեմ, ոնց որ հաջորդ օրը, բայց ես չեմ կարում ու մեծ գումար է։ Ու ձեն եմ լսում սենց, որ կապրես, կտեսնես։ Դե ես մտածեցի սենց, դե կապրեմ կտեսնեմ, լավ, այսօրը կապրեմ, դե վաղը կտենամ, որ հրաշքը եղավ։ Ապրեցի այդ օրը, հաջորդ օրը ոչ մի բան չեղավ։ Ինչ եղար։ Խայտարակ։ Չկարացար հարցերը լուծես, խնդիրներ, խայտարակություն, ամոթ, պրոբլեմը վրա, ջարդ ու փշուր, սենց ու ճզմոցներ, ներսի, ոչ կոմֆորտ վիճակ, դժվար սիտուացիաներ, բայց մի հատ խոսք է, կապրես, կտենաս։ Հիմա ինչը պետք է ապրեմ, ինչը պետք է տենամ, դե այդ հարցն է իմ մտածում կլուծվի, չլուծվեց, հիմա ինչ պետք է տենամ։ Անցավ 2 օր աղոթքի մեջ եմ էլի, ու մեկ էլ աղոթքի ժամանակ իրականում Սուրբ Հոգին սկսեց բացել, թե ինչ խոսք է։ Вообще մտքովս չէր անցնում։ Կապրես կտեսնես, սենց անընդհատ զնգում է ականջիս մեջ։ Ու մեկ էլ տարավ սենց աղոթքի ժամանակ, մեկ էլ սենց Սաղմոս 91-ը սկսեցի ես խոսալ։ Ոնց որ։ Մեկ էլ եկա մի կետի վրա, որ կանգնեցի, որը որ հիմա իրար հետ կկարդանք։ Սաղմոս 91, 14-րդ խոսքից։ Որովհետև նա ինձ սիրեց, եւ ես կփրկեմ նրան։ Եվ ես բարձր կանեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչի ինձ, եւ ես կպատասխանեմ նրան։ Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան եւ փառավոր կանեմ նրան։ Շարունակում եմ։ Եվ երկար օրերով կկշտացնեմ նրան եւ իմ փրկությունը ցույց կտամ։ Նայեք, վերևի խոսքում ասում է կապրեցնեմ նրան, նեղության մեջ կլինեմ նրա հետ։ Կապրեցնեմ, դու կապրես, ու հաջորդ խոսքում ասում է եւ իմ փրկությունը ցույց կտամ, կտեսնես։ Կապրեցնեմ ու կտեսնես։ Բայց հետաքրքիր էր, որ ես աղոթում էի, ես սպասում էի, որ Աստված հիմա պետք է հրաշք անի։ Գիտես, կա ժամանակ, երբ որ դու սպասում ես Աստծուց ինչ-որ մի պատասխան, դու, ես, մեր ժամանակով պատասխանն ու ժամի, օրն ու տեղը գիտենք որն է։ Մենք գիտենք, որ այս օրը, այս ժամին ստե պետք է պատասխանի, այդ է պատասխանը։ Բայց դες մի հատ այսօր լավ լուր եմ ուզում ասեմ։ Չպատասխանը քո սպասված, դա Աստծո պատասխանն է։ Այդ ինչ է նշանակում։ Նայեք։ Որովհետև նա ինձ ցանկացավ, երբ Եվ ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան ճանաչումը, որ նա ճանաչում է իմ անունը, նա կկանչի ինձ դեպի եւ ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ, որտեղ? Որտեղ? Հիմա նայեք, ասում է, նա կկանչի ինձ, Աստված ասում, նա կկանչի ինձ եւ ես կլսեմ իրան, բայց ես եմ ավելացնում, չեմ պատասխանի իրան, ոնց որ ինքն է սպասում։ Այսինքն, երբ որ դու նեղության մեջ ես, փոքրներից մեկը վազելով կգա այդտեղ վերևից։ Մի հատ տղա ով կա այդտեղ, շուտ վազելով արի։ Շուտ։ Մեկը տեկեք, ոչ ամաչկոտ, ով կա շուտ։ Արի ինգեր, շուտ արա։ Արի, տենամ քեզ կարամ հանեմ։ Արի շուտ արա, արի ստեղ, չէ, արի ստեղ։ Արի։ Ոնց ես։ Անունդ ոնց է։ Լավ։ Okay, սա քեզ պետք է հանեմ բեմ, okay։ Լսեք ուշադիր։ Մի վախեցի։ Աստված ասում է, նա կկանչի ինձ, Աստծուն էլի, ինձ չէ, ինձ, Աստծուն։ Նա կկանչի ինձ նեղության մեջ, նեղության մեջ է։ Եվ ես կլսեմ իրան։ Հիմա ինքը ինչ է սպասում, որ ես իրան պետք է հանեմ, չէ՞ նեղությունից։ Ով մեր բոլորը սպասում ենք, երբ որ մենք Աստծուն կանչում ենք, որ մեզ պետք է հանի, չէ՞։ Մեծ ակնկալիք աղոթքի վերջնական արդյունքը դա որ մեզ հանի այս նեղությունից ապրենք գոնե։ Չէ՞, ճզմվում ենք արդեն։
էլ չենք կարում։ Ասում է նա կկանչի ինձ նեղության մեջ, ես կլսեմ նրան ու կպատասխանեմ։ Բայց ո՞նց պատասխանեմ։ Ասում է ես լտուր ձեռդ, որ ինքը ակնկալում է, որ պետքա հանեմ նեղությունից, հել, արի, օրը շատ ծանր ես դու։ Հետո նայում Աստված էց անում։ Չէ, բայց նրան հանելը դժվար է աչքից։ Իր նեղությունների մեջ այնքան է տրտնջում, լացում, դժվարանում, կային իշտը մի քիչ սովորացնեմ, ոնց պետք է ապրի նեղության մեջ։ Հետո նոր կհանեմ։ Ասում է, եւ ես կլինեմ քո հետ, քո նեղության մեջ։ Ու Աստված իշտում է քո հետ ներքև։ Նայեք։ Ասում է, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ։ Քո որ դու չես կարող քո հարցը լուծես ու լացում ես, Աստված վերևից չի նստած նայում, ասում է ոչինչ, դու խտեղը պայի կանցնի։ Ասում է իշտում է, ասում է քո հետ եմ նեղության մեջ հիմա։ Բայց դու սպասում ես որ պետք է հանի։ Բայց դու կանգնած վրա նայում ես դեպի երկինքելի ու շարունակում ես կանչել իրան։ Դե Աստվածան, հանի, հոգնեցինք, արդեն քանի տարի է, տանջվում ենք, այս հարցը, այն հարցը, բայց ընդեղ չի։ Քո հետ է, նեղության մեջ է, իջել է ու քո հետ է Աստված, քո նեղության մեջ։ Ես չեմ ասում, խոսքն է ասում։ Նա կկանչի դեպի ինձ եւ ես կլսեմ նրան։ Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ։ Ինչի համար, որ ապրեցնեմ նրան։ Կապրես, կտեսնես։ Ու երբ որ Աստված իշտում է քո հետ քո նեղության մեջ, այստեղ չկա ժամանակ, որ դու ես որոշում հետո երբ է հանելու։ Դա երկրորդական ու երրորդական է։ Գիտես կարևորը որն է, որ դու ստեղ հասկանաս, որ ինքը արդեն իջել է քո հետ է։ Քո նեղության մեջ դու մենակ չես։ Քո ճզմոցների մեջ դու էլ մենակ չես, քո նեղության ու տառապանքի արդյունքների մեջ դու էլ մենակ չես, քո դառնության անկողնու մեջ դու էլ մենակ չես, քո հիվանդության ու տկարության անկողնու մեջ դու էլ մենակ չես, քո պարտքերի ու պրոբլեմների մեջ դու էլ մենակ չես, քո խայտարակ ես եղել արդեն, ասես Աստված պետք է պայր, ով գոնե իմ անունը քրիստոնյա եմ, այս կետը չի թողի մեռնեմ։ Ասենք էսի արդեն իրա պատվի հարցն է։ Ատելա թողում մեռնում ես։ Ատելա թողում ջաղջաղվում ես, ջնջվում ես։ Ասում ես, լավ, ուր է սրա ճիշտը։ Ճիշտը ո՞րն է։ Ասենք ճիշտը այն է, որ Աստված պետք է ինձ պահի, որ իմ բարի անունը չփչանա։ Մյուս բաները արդար ապրեմ, սենց, պետք է ստեղ գոնե պետք է հասներ հրաշքը, որ այս չպլստա այստեղից ընկնե, էլի։ Ուր է լավ է ճիշտը։ Բայց այդ ճշմարտությունը ինքը քո հետ է, քո խայտարակությունների մեջ, քո ամոթի մեջ, քո ջաղջախանքի մեջ, քո նեղության մեջ, քո տառապանքի մեջ իջել է ու քո հետ է ասում է, որ ապրեցնի քեզի։ Կա այդ ժամանակը, որ ինքը քեզ հետո հանելու է ստե։ Բայց հիմա դեռ ժամանակն է, որ քո հետ լինի այդտեղ քո ճզմոցների մեջ։ Ինչի համար, որովհետև process-ներ կա, որ պետքա փոխի մեր կյանքի մեջ, որովհետև որ առանց այդ process-ները փոխելու մեզ դրեց ընդեղ, մենք էլին գնելու ենք ընդե ներքև։ Բայց երբ որ ինքը այդ նեղության, քո տառապանքի ձորի մեջ քո կյանքը փոխում է, ու դրանից հետո քեզ ոչ թե արդեն sense քաշելով հանում է վերև, այլ քեզ տանում է ճանապարհ նեղության, անցկացնում է, սովորեցնում է, խայտարակ ես, ջարդված, մեկ էլ բայց հասկանում է մի բան։ Արի մոտս։ Գիտես Աստված ինչ ա ուզում տենատեղ։ Երբ որ ես անցնում եի շատ դժվարությունների մեջով, ահա որ շատ դժվարությունների մեջով, հովը իմ հետ էր, Արտուր Սիմոնյանը մեր։ 5 տարի առաջ էր, սենց արեց։ Գնացինք իրար հետ մի հատ տեղ, ասեց համ, երկուսով նստացենք, ասեց գիտես ինչ ալնելու այս ամեն ինչի վերջում։ Ասեցի ինչ։ Ասեց համիկից ոչի բան չի մնալու։ Ասեց Աստված քեզ ջաղջախելու է։ Ու դու նեղության մեջ ես լսում էդի։
ու դժվարության մեջ ես դու լսում, ասես համիկից ոչ մի բան չի մնալու, հտառնը չի մնալու։ Ու տենց էլ եղավ։ Բայց ինքը քո հետ է մնալու, ասեց։ Գես մարդիկ մենք բոլորս, ինձանից սկսած, մենք նորմալ էլ է այդի, վատը չենք կամ լավը չենք, դրա համար չի։ Մենք մարդ ենք, մենք արտաքին դրսևորումներով դատում ենք, մեր մեջ էլ ասում ենք, այս ինձ արեց, ինձ արեց։ Բայց երբեք չգիտենք մեր դիմացինի սրտի մեջինը, իր կյանքի կատարվածի պատճառը, որը, ինչա, ոնց է, բայց ինքը ամեն բան գիտի, դրա համար ինքը քո հետ նեղությանդ մեջ, որ քեզ սաղ պետքա ջարդի, պետքա փշրի, պետքա մերցնի, մեկը ինքը գիտի, որ ինքը կարող ապրեսնի նորից։ Երբ որ երեխուդ կանգնացնում ես, վերև ասում ես, հələ թռի, ես կբռնեմ, ինքը չէ, ինքը վախում է որ թռնի, բայց դու գիտես, որ տարբերակ չունի, ոնց էլ ընկնի, դու բռնելու ես, չես թողի կպնի գետնին, ոնց որ արծիվն է անում, իր ձակին հանում է վերևից, թողում է, մինչև sense պետք է ընկնի գետնին, իշտում տակից էլի վեկանում է, մինչև թռնել է սովորում։ Բայց նեղության մեջ քո հետ է, ինքը հետ Աստված է, ինքը այն Աստվածներից չի, որ ինքը նստած է գահին, ասես նայում ասում է, տարապի, ես էլ եմ տարապե Գողգոթայի ճամփին, ճզմոցը թողելնի, թողում իշնում է քո նեղության մեջ քո հետ լինելու։ Եթե Աստված քո հետ է քո նեղության մեջ, եթե մենք դա հասկանանք, մեր համար այնքան հեշտ կլինի ապրել ամեն օրը այդ նեղության մեջ։ Ու այդ նեղության մեջ, երբ որ դու հասկանաս, որ ամենակարող Տերը քո հետ է, կապ չունի քո նեղության անունը ինչ է, ընդհանրապես։ Եթե քո նեղության մեջ դու հասկանաս, որ Աստված քո հետ է, ոչ թե վիրտուալ Աստված է, սենց ինչ որ մեկն է, որ դու լսել ես, Հոբը ասում է, լսեք, ասում է լսելով լսել էի քո մասին, բայց հիմա իմ աշկերն են տեսնում քեզ։ Դու քո նեղության մեջ սկսում ես տենալ իրան, ոչ թե լսել ես, Համիկի կյանքում ինչ արել, Հովիվ Արմենի կյանքում ինչ արել, no, քո կյանքի մեջ այդ նեղության մեջ սկսում ես մենակ իրան տենալ, որովհետև գալիս է պահ, որ մենակ ինքն է քո մոտ մնում։ Որովհետև ոչ թե մարդիկ են վատը, որ քո մոտ չեն, չէ։ Աստվածը տենց է ասում, ասում է սաղը տենքում եք, որ ինքը վերջապես տենա ինձի, թե չէ սաղորը հովիվներին է նայում։ Ժամանակն է, որ ինքը տենա ինձ ու ոչ թե լսելով լսած լինի իմ մասին, այլ ժամանակն է, որ ինքը տեսնի ինձ, իր կյանքի մեջ ով եմ։ Ու շարունակում է խոսքը ասում է, և երկար օրերով կկշտացնեմ քեզ, և իմ փրկությունը ցույց կտամ, կտենաս, ստոպ, չեմ ասում երկնքի մասին ես, երկրի մասին եմ խոսում, երբ որ երկար օրերով քեզ Աստված անցկացնում է, քո համար արդեն, գիտես որ կետին ես գալու, ասեմ, նեղության մեջ դուրս ես գալու այն կետի մեջ է Աստված հանում, երբ որ ջարդվում պրծնում ես, ասում ես փորձ, էլ տեղ չկա, այդ վաղ չէ, դրանից հետո էլի լիքը տեղ կա, ջարդում է էլի, ու վսյո մտածում ես կատոկը պրծավ արդեն, ես հելում թափ ես տալի, քեզ ասում ես, վերջապես ես կատոկը վրովս անցավ, եսի վերջի մեծ կատոկներ, այդ որ արդեն ասում ես թափ ես տալիս, այն վերջի կեղտն ես վրիցդ մաքրում, եկի տնես ճլըպ, մի հատ ուրիշ կատոկ հետևից էլի անցավ, որ ես ասֆալտին հավասարացես քիթը մուրտով, ու մեկ ես միջև են որ վերջի սաղ մեջդ ինչ կա ջարդու փշուր անում, միջև դու հասկանում ես, որ էլ ես չեմ, այլ Քրիստոսն է ինձ անում։ Այդ ժամանակ ասում ասյո պատրաստ է, հանեք։ Ու գիտեք, երբ որ քո կյանքի մեջ այդ ժամանակները անցնում ես, էդի բողոքելու ժամանակ չի, էդի Աստծուց հիասթափվելու ժամանակ չի, էդի ամենաքաղցր ժամանակներն է։ Մի օր անցնում էի, ու Աստված գիտի նեղության մեջ, երբ իշնի այդ նեղության մեջ գտնվողի մոտ, այդ կանչողի մոտ ինքը լավ գիտի, երբ հասնի, երբ իշնի։ Մի օր անցնում էի Հանրապետության հրապարակով տաքսիով անցնում էի, տաքսիի մեջ նստեցի, որ իջա Հանրապետության հրապարակ իջա, դրամապանակիս մեջ մի քանի հատ 20,000 դրամանոց էր։ Ուրիշ գումար չկար մոտս։
Երբ որ հասա տաքսիով իջա այդ Մարիոթ հյուրանոցի մոտ, տվեց այդ 20,000 դրամը, ինձ տվեց մանր զդաչի, ասենք 10 քանի հազար, չեմ հիշում։ Ուրիշ գումար չունեի մոտս։ Ու սենց առավոտ շուտ էր, Կիրակի օր էր, առավոտ շուտ, այսօրվա պես հիշում եմ, տես քայլելով գնացի իջա դեպի Շիրակ հյուրանոցի կողմ, տես քայլելով եթում էի, աղոթելով եթում էի իմ համար, մարդ չկար դուսը։ Ու Շիրակ հյուրանոցի մոտով որ անցնում էի, մի հատ կին անցավ կողքովս, մոտ մի 60 տարեկան կլներ, ու երբ որ սենց անցնում էր, ես իրան չնայեցի, բայց սենց ոնց որ նկատեցի կողքովս այդ կինը անցավ, ես էլ գնացի, մի 10 մետր անցավ ու մեկի Սուրբ Հոգին սենց անում, ասում է, հենց հիմա ֆռա տար իրան գումար տուր։ Սենց ֆրացի ինքը ինձի բան չի ասել, ինքը իր ճանապարհը գնում է, ֆրացի նայում եմ, սենց հետևից կոկիկ հագնված կինա, ասենք մուրացկան չէր բան, որ ասենք ասեմ, լավ, տանեմ փող տամ։ Բայց սենց այնքան ռեալ լսեցի այդ ձենը, ու իրան ձեն տվեց, ասեցի կներեք, մի րոպե կկանգնեք։ Ինքը կանգնեց, գնացի սենց արագ իրա մոտ, ասեց հա տղա ջան, լսում եմ, ասեցի կարամ ձեզ մի բան խնդրեմ։ Ասեց հա տղա ջան, ասա բան։ Ասեցի ուզում եմ ձեզ գումար տամ, կարամ տամ։ Ասեց նայեց վրես ինձ անում։ Կարաս, բայց սենց զգացի աշկերը սենց թրջվեց, էլի արդեն։ Ասեց կարաս։ Ձերս տարա որ մտածում էի մի դու ինձ գումարի չափ չի ասել, էլի ոնց որ։ Մտածում էի ասեցի հանեմ մի քանի հազար, մի 3000 դրամ տամ էլի ես կնոջը։ Ասես գրպանում տանում եմ ձեռքերս, տնում եմ այդ մանրները չկա, այդ փողերը չկա։ Այդ զդաչին չկա, ոչ դեմը, ոչ հետևը չկա։ Հանում դրամապանակս, ասում եմ կարող մեջը դրեցի չեմ հիշում։ Նայում եմ մեջը չկա։ Դե այնտեղ մի 3 հատ մնացել էր 20000 դրամ։ Նրանք չեմ գտնում այդ զդաչիները։ Ես տեղ չեմ գնացել, տաքսի իջել եմ, 3 րոպե քայլել եմ այն կողմ։ Դե ասեն արդեն խոսք է տվել, ասեցի լավ, ես 20000 դրամանոցը հանեցի, ասեցի վերցրեք։ Երբ որ ես կինը 20000 դրամը տեսավ, ձայնով հեկեկալով սկսեց լացել։ Ես սկսեցի ասում ինչ ա եղել, ասում խեք լացում, ասենց անում, ով ես դու, տղա ջան, ով ես դու։ Ասում եմ սովորական մարդ եմ, ինչ ա եղել, հələ ասեք։ Ասենց անում, ասում է, չէ դու ինձ ասա ով ես դու։ Ասում եմ լավ ասեմ, քայլում էի աղոթելով, Աստված սրտիս մեջ դրեց, որ գամ ձեզ գումար տամ, բայց չգիտեի ինչքան, որոշեցի, հեսա 20000 դրամը տամ ձեզ։ Ասենց անում։ Ասում է դու գիտես ինչ ա կատարվել, ասում եմ ինչ։ Ասում է ես ապրում եմ Վանաձորում։ Ասում է երեք եկել եմ Երևան։ Եղբորս դիմացնոտային ինֆեկցիոնում նորք մարաշում դեմքը պետքա վիրահատեն, գանգրենա է ոսկորը։ Ասում է այսօր առավոտ շուտ, ասում է բանը նարկոզի բժիշկը եկավ, ասեց 20000 դրամ դուք պետքա, սա պետ պատվերը փակում է, 20000 դրամ դուք պետքա մուծեք նարկոզի գումար։ Ու ասում է ես տեղ ոչ մեկ չունեմ, ոչ տղա ունեմ, ամուսնացած չեմ, ոչ բան, մենակ այդ մի աղբեր ունեմ։ Ու ասում է ոչ մեկ չունեմ, սենց իջել եմ, ու ասում եմ Աստված ջան, ո՞նց ես 20000 դրամ պետք է ժամը 12-ին տանեմ տամ։ Որտեղից ես պետք է տամ այդ 20000 դրամը։ Ու ասում եմ սենց աղոթելով քայլում եմ, ասում եմ չգիտեմ, մոլորված էթում եմ։ Ու սենց կայնած ես, նայում եմ ասում եմ, ու սենց լացում է այս կինը։ Ու ասում եմ Աստված, պատկերացնում եք 8 միլիարդ մարդ երկրի վրա, կեսը քնած, կեսը արթուն, մի հատ կին 60 տարեկան, տանջված սենց եսին որտեղից եկել է, քայլում է սենց, մի հատ 20000 դրամ պրոբլեմով իրա, ու ասում է իրա ձևերով, հավատացյալ չէր, Աստված ջան օգնի մի բան արա, խնդրում եմ մեռնեմ զորությանը հետ։ Ու նա որ երկնքում նստած է, լսում է նեղության մեջ լինողին։ Ու իշնում է, ու իրան դառնում է պատասխան, ու ապրեցնում է իրան։ Աստված գիտի ապրեցնել, դրա համար վստահ իրան, կապրես, չես մեռնելու, կապրես ու կտեսնես իրա փառքը։ Երբ որ Հովվը եկավ Ամերիկա, ես արդեն Ամերիկայում էի, շատ դժվարությունների մեջով էի անցնում, շատ դժվարությունների, այդ կատոկները արդեն չեմ հիշում, որի կատոկները արդեն վրովս անցել, արդեն ամաչում էի եկեղեցի գայի, արդեն ամաչում էի
չգիտեմ, вообще sense առաջ սաղ տեղերը հրավիրում էին, քարոզում էին Եվրոպաները, Ռուսաստանները, չգիտեմ որտեղ, sense բան, մեկ էլ հասկացա, էդ էլ վարի գնաց, ոչ թե կանչելը, այլ ոնց որ ծառայությունը, այդ ամեն ինչը մեռավ, всё, պրծ։ Ասենք ջախջախվեց, ամեն ինչ ջախջախվեց։ Ու ասենք քեզանից մնաց իսկականից ոչ մի բան։ Բայց կա խոսք, կապրես, կտեսնես, կապրես, կտեսնես, էդի զնգում է ներսս։ Հով եկավ Ամերիկա, ավտոյիս մեջ նստած էինք, կար ժամանակ ավտոյիս մեջ էի քնում, որտև տեղ չունեի քնելու։ Հովը նստեց կողքս ավտոյիս մեջ, որտեղ որ քնում էի, միշտ չէր որ տեղ քնում, բայց ասենք որ հեռու էր ելնում մեթալու կամ շատ ուրիշ հեռու տեղ էի մնում, տես մի հատ տեղ կար։ Ոնց որ հոգնած ելնում էլ չէի թում, քնում էի ավտոյիս մեջ, որ հաջորդ օրը ոնց որ այդ նույն քաղաքում լինեի։ Հովը նստեց ավտոյիս մեջ, կողքս ասեց արի աղոթենք իր այդ, ասեց Աստված, քեզ խոսք ունի ասելու։ Ասեցի արի հով ջան։ Աղոթեցինք, ու ասեց Աստված ասում է, որ դու հայրություն ես անելու ստեղ լիքը երեխեքի համար, ու Աստված ասում է ես էլ հայրություն եմ անելու քո երկու տղերքի համար, որ Հայաստանում են։ Ասես Աստված քեզ կանչել է ստել նես հայր երեխեքի համար։ Ու շոկ, ու սենց ավարտեց ոնց որ այդ աղոթքը բան, ես էլ вообще հələ բոքսը նոր ընդեղ ուզում եմ սկսեմ, 1-2 երեխու հետ պարապում եմ, մարդ չկա, փողոցներում, այգիներում, պարկինգներում սենց պարապացնում, ոչ փող ունենք, ոչ մի բան, ոչ ջիմ, ոչ զալ, ոչ մի բան չկա, ընդհանրապես։ Ու սկսեցի, նորից շարունակում էի, այգիներում պարապացնում, փողոցում, ամեն օր տենում էի, որ Աստված ոնց էր մարդ ավելացնում իմ թիմի մեջ։ Անցավ մի 2 ամիս, տենտամ սենց փողոցում բան, այգիում կանգնած ենք ու լիքը երեխա է սենց դեմս կանգնած, բայց ոչ մի գույք չունենք, բայց բոքսի են եկել, խնդալու է։ Դաժե տանձիկ չունենք, որ խփեն, ոչ մի բան չկա, ասֆալտ է, ես եմ կայնած, ու այդ երեխեքը, ցուրտ, իդիգունը։ Ու սենց կայնած եմ, ու սենց տենում ծեր երեխա է կանգնած, մի 30 հոգի։ Ու սենց ասում եմ, խեն բերես ծնողները։ Ասենք ես կարող չտանեմ իմ երեխուն, եթե տանում եմ բոքսի, գոնե պետք է տանեմ բոքսի զալ։ Ասենք սես կայնած եմ ու տե լիքը երեխա է կանգնած։ Ու լսում եմ մի հատ ձայն, որ ասում է կապրես, կտեսնես։ Կապրես, կտեսնես։ Ոչմ պարապաստում են բանես երեխեքին, ամեն օր շատանում են։ Ու կանգնած ենք այդտեղ պարապքի, մեկ է մի հատ կին մոտիկացավ, երեխու հետ, մեկ էլ իմ ընկերն էր, 5 տարեկան երեխա էր, լացելով եկան, մաման ու երեխեն, ծարցունքոտ, մոտիկացան բան, ու պարզվեց, մի ամիս ու կես, 2 ամիս առաջ, այս ընտանիքի պապային, այդ երեխու պապային, այդ կնոջ ամուսնուն, սպանել են, հենց ընդեղ։ Դանակարել են, սպանել են շատ վատ ձև, ու այդ ընտանիքը տեսել է այդ սաղ։ Ու եկան, որ երեխուն բերեն բոքսի, որտև իր պապան է բաքսյոր էր եղել էլի։ Եկան, տենց երեխուն վերցրեցի, շատ դաժան իրավիճակ էր, մի խոսքով, վերցրեցի ու սկսեցի պարապացնել այդ երեխուն, բոլորի հետ, իր մաման ամեն պարապունքին գալիս էր դուրսն էինք, տեղ չունեինք, դուրսը կանգնում էր այն կողմի վրա, ասենք պարապունքը մեր տևում էր մի ժամ այդ կինը կանգնած լացում էր ընդե։ Ամեն պարապունքին։ Բայց ես ընդհանրապես ծանոթ չէի իր հետ, պրոստը որպես ծնող էր արդեն, մի օր որոշեցի մոտիկանամ իրան։ Մոտիկացա, ասեցի քուրիկ ջան, ասի գիտեմ, ասի ոնց որ էլի որ ինչ ա եղել, ոնց ա ասեցի, ասի բայց ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Աստված ասեցի հույս ունի քո համար, կարա փոխի ձեր կյանքը, լցնի հույսով, օգնի ձեզ, վերականգնվեք, սենց արեց, Աստծո անունը իմ մոտ չտաս։ Ասի եղավ։ Ասի բայց մի հատ բան եմ ասում քեզ։ Ասեցի հիշի,
Աստված կա, թե չկա, դա դու չես որոշում մեկ։ Երկրորդը, Աստված լինի թե չլինի, կամ դժոխքն ու դրախտը լինի չլինի, քո հավատքից կախված չի։ Ու քո հավատքից կախված չի, Աստված լինի թե չլինի։ Ու եթե դու չես հավատում, նույնիսկ չի որ Աստված էլ չկա, որտեղ դու չես հավատում։ Ասի, բայց քո հավատքից է կախված, դու որտեղ կլնես։ Ու գնացի։ Լացում ինքը բան։ Ու որոշեցի անեմ աշակերտներիս հետ Աստվածաշնչյան ոնց որ փոքր դաս։ Ու այդ երեխեն 5-6 տարեկան էր արդեն, ասացի մյուս շաբաթ ունենք Աստվածաշնչյան Bible study։ Ինքը նստում է ավտոյի մեջ ու մամային ասում է մամա քո չամոն տրեյներ ընկեր համոն ասել է վաղը բան ունենք մյուս շաբաթ Աստվածաշնչյան դաս ունենք կարանք ինձ տանես մաման ասում է ասես մտածում է հետո ասում է չգիտեմ հələ ասում է չէ լավ ինչ չեմ ասում քեզ մեկը գիտեմ դու Աստծուն չես հավատում խի ասեցի մեկը գիտեմ չես տանելու ինձի մաման ֆորում ասում է բայց ինչ գիտես որ Աստծուն չեմ հավատում ասում է որովհետև դու միշտ ասում ես, որ Աստված չկա, ասում է չէ, Աստծուն ոչ թե ասում չկա, այլ Աստծուց նեղացած եմ, որովհետև եթե Աստված լիներ, քո պապային չէր տանի, ինքը ֆորում ասում է, այդ երեխեն, ասում է, բայց Աստված ինչ մեղք ունի, եթե պապաս չգնա ռեստորան խմեր ընկերների հետ կռիվ չաներ, այդպես չէր լինի, Աստված ինչ կապ ունի, որ ինքը խմել է դրա համար է տենց եղել։ Ու մաման ասենց սառում է ու սկսում է մտածել։ Հետո է պատմում, ասում է սկսեցի մտածել, ինչ կապ ունի Աստված, եթե ինքն է այդ սիտուացիան ստեղծել։ Երեխուն բերում է Բիբլիայից, այդ փուջուր մեր բոքսի զալի բանը, Աստվածաշնչյան դասը։ Մենք սկսում ենք այդ կնոջ հետ արդեն մի քիչ մոտիկանալ, ինքը ասենց ոչ մեկի չի թողում մոտիկանան իրան։ Ու մենք գնում ենք արդեն իր հետ խոսալու, մի օր ասեցի, կարանք ասի ոնց որ հանդիպենք մի քիչ խոսանք իրար հետ, ասեցի եկեք մեր տուն, իրանք եկան մեր տուն, ինչն է հետաքրքիր։ Սկսեցի Աստծուց խոսալ, սենց լսում, բայց չուզելով, էլի, ոնց որ կուլտուրայից ելնելով, հա։ Իսկ իրանց տան մեջ արդեն անցել էր մոտ 1-2 տարի այդ դեպքից, արդեն, էլի։ Իրանց տան մեջ ոնց էր, իր ամուսնու սիգարետը, որ ծխել էր, դրել էր, այդ պաշկեն ոչ մեկ չէր կարա շարժերը տեից։ Ատամի չոտքը, որ լվացել էր, որտեղ դրել էր վերջի օրը, դա տեղ էր։ Ոչ մեկ իր շորին, ոչ մի բանին այդ տան մեջ չէր կարա կպներ։ Ոնց կարա տենց թողել էր։ Ու ինքս մեր մեկը հանգարց չկպնի, արդեն 2 տարի էր անցել։ Իրանց տան մեջ ընդհանրապես ոչ մի երաժշտություն չկար ու բոլորը հագնվում էին սև։ Ինքը տունը հաց չէր սարքում, որտեղ վերջի անգամ հաց էր սարքի ամուսնու համար։ Իրանց տան մեջ մտնում էր sense դիվային ներկայությունը, սա քաոս տան մեջ sense լուր։ Ինքը քանի անգամ փորձել էր ինքնասպանելներ։ Այս աղջիկը։ Ջախջախված մի հատ կյանք։ Ինքը ամեն առավոտ գնում էր գերեզման, իր գունը գերեզմանից դուրս էր գալի։ Երբ որ օրինակի համար լինում էր ինչ որ այնտեղ Ամերիկայում կա Father's Day, հայրերի տոն, եթե այդպես տոն ալնում, ինքը sense սաղ գերեզմանը նենց, ես իմ քանի $1000 ծաղիկներով զարդարում եմ։ Ամեն առավոտ ինքը գնում էր գերեզման, կոֆե էր վեկալու մի հատ ամուսնու, մի հատ իրան, դնում էր այնտեղ, մեկի ամուսինը Red Bull էր խմում, մի հատ ամուսնու Red Bull, մեկի իրան, ու նստում էր գերեզմանում։ Ամեն առավոտ։ Միջև ցերեկ։ Ու ես իրան ասեցի, դու կամ պետք է ապրես, որ ապրեսնես քո ընտանիքը, կամ դու մեռնում ես ու այդ մահը բերում ես քո ընտանիքի մեջ, ասի։ Դու պետք է որոշես։ Բայց եթե դու որոշես ապրես, ես գիտեմ ով կարա ապրասնի։ Ինձ ասա, ես կասեմ։ Սենց մի օր լսեց։ Մի օր առավոտ մինչև ժամը 6-ը իրանց տունը նստել ենք, ու մինչև առավոտ 6-ը իրան ավետարան ենք խոսացել։ Ոչ մի ձև չի ընդունում։ Անցավ 2 օր այդ 6-ը միջև որ նստել ենք, նամակ գրեց ինձ, ասեց. «Մի բան ասեմ, բայց չծիծաղաս վրես»։ Ասեցի ասա։ Ասեց.
ուզում եմ ոնց որ Աստվածաշունչ կարդամ։ Կարաս ինձ Աստվածաշունչ տաս, ասի հա ոնց չեմ կարա։ Աստվածաշունչ տվեցի։ Ու սկսեցի Աստծո մասին խոսալ։ Ամեն օր այդ սառույցը ջարդվում էր։ Հասավ նրան, որ շատ ուժեղ ձևի Աստված հրաշք արեց, ինչ եղավ։ Ես ուրբաթ օրը առավոտը ժամը 9-ը պարապունքի տեղն եմ, իմ բոքսի արդեն զալում եմ, ու ինքը ես չգիտեմ ինչա կատարվել, պրոստը իմ պարապողը, որ պետք է գարի մոտ պարապունքի, զանգում ասում է, համ չեմ կարա գամ, կլինի cancel անենք այս պարապունքը, ոնց որ չեմ կարա հիմա գամ, ասի եղավ։ Ժամը 9-ը առավոտ։ Դե ասեցի ազատ եմ մնում մի ժամ, ասեցի ինչ անեմ, մտածում եմ բան, ու մեկի ձեն եմ լսում։ Գնա ծաղիկներ առ ու գրա գերեզման։ Այդ կնոջ ամուսնու գերեզման։ Գնացի ծաղիկներ առա ու գնացի գերեզման։ Գնացի գերեզման, մարդ չկար, առավոտ շուտ է, զարմանալի է, որ ինքն այնտեղ չէր։ Ես բայց գնացել եմ գերեզման հենց։ Գնացի ծաղիկները դրեցի, ասես մի 2 րոպե կանգնել եմ, մեկ էլ տենամ ինքը եկավ։ Եկավ դե ու սենց շոկ ա իր մոտ, բայց էլի սենց դեմքը խառնված է ինչ որ։ Ասում եմ, ինչ ա եղել բան։ Բա հեչ բան ու սենց։ Նստեցինք գերեզմանն է մեջտեղը, այնտեղ գերեզմանները սենց հավասար խոտերին հավասար է։ Ինքը նստել է գերեզմանի մյուս կողմը, ես նստած եմ այս դեմը։ Գերեզմանը մեր մեջտեղը։ Ու խոսում եմ ես իրան ավետարան էլի ու լացում ա ձենով, մարդ չկա գերեզմանում։ Հասանք այն կետին, որ ասեցի, գիտես խենքստ է, դու այսօր պետք է որոշում կայացնես ներես քո ամուսնու սպանողին։ Ասի դու պետք է իրան ներես։ Եթե չներես, ասի դու նույն բանն ես անելու, ինչ որ ինքը արել է ձեր համար։ Ու նույն անեծքը բերելու ես քո երեխեքի կյանքի վրա։ Ու սկսեցի խոսել։ Հիմա գիտեք, ինքն էլ ամուսնուն Աստծու պես սիրել է, այտենց։ Իրանք աշխարհիկ դե մարդիկ։ Գիտեք, ամենացավոտ բանը ինչների համար, որ ես իրան ասեցի դու պետք է այդ մարդուն ներես։ Ոնց որ հա, լավ էլի, գանք Աստծուն բան, ման սենց, բայց ես ինչ ես ասում, ասենք դա ոնց որ դարարի աշկի գրող են որ ասում է։ Բայց այնքան Աստծո ներկայություն կար այդտեղ, ես էի, ինքն էր, Աստված ու իր ամուսնու գերեզմանը։ Ասում դու պետք է ներես այդ մարդուն։ Ինքը հեկեկալով, ուժեղ գոռալով լացելով, ասաց ուզում եմ ներեմ։ Ասի դե հիմա պետք է աղոթենք։ Սկսեցինք աղոթել։ Աղոթեցինք իրար հետ, բաց թողեց ներեց։ Ու տես դուրս եկանք գնացինք բան, ես արդեն գնացի պարապունքի, անցնում է մի քանի ժամ, ինքը մնաց գերեզմանում, անցնում է մի քանի ժամ, ինքը զանգում է կնոջս մերին, ասում է ոնց չհավատամ, որ Աստված կա։ Ասում է ինչ ա եղել, ասում է լսի, համիկին չեմ ասել, բայց սենց բան չկա։ Ասում է ինչ ա եղել։ Ասում է առավոտը ժամը 9-ի կոմերն էր, 8:30։ Ասում է երեխուն իջացրեցի դպրոց ու որոշեցի քշեմ ասի շատ նեղված էի ասում, ասենց էս ամեն ինչով լացած, սենց ավտոյի ռուլի նետում եմ, ու ասում ասի քշեմ էթամ համոյի բոքսի զալ, այնտեղ կլինի մեկ առավոտ 6-ից ընդյա, մի քիչ խոսա հետս, էլի հանգստանամ գոնե։ Ասում քշեցի զալի մոտ, մեկի սենց արեցի։ Այ մարդ հերիքա էս մարդուն զզվացրել եմ սաղորը իմ խնդիրներով իր հետ խոսում եմ, ասում քշեցի, ասեցի գնամ լավ գերեզմաններ։ Ասում որոթում էի գերեզման, ասեցի հիշեցի որ երեխես ոսպով սուպ էր ուզել, ասի լավ էթամ տուն ոսպով ճաշը սարքեմ, ու նոր էթամ գերեզման այսօր մի քիչ ուշ կեթամ ոչինչ, որ դասից գա երեխեն ճաշը պատրաստ կլինի իր այսօր։ Ասում գնացի ոսպով ճաշը սարքելու, ասում պրծավ ճաշը սարքեցի, նստեցի ավտոս, որ քշեմ գերեզմաններ, ասում որ գնում էի գերեզմաններ, freeway-ա կոչվում այնտեղ էլի այդ մեծ տրասները։ Ասում է տրասի վրա սենց արի։ Դե եթե դու կաս, համիկին բեր գերեզման։ Ասում քշում եմ, ու որ ասում ռուլես չթեքեցի մեր գերեզմանի փողոցի կողմ, ասում տենում եմ համիկի ավտոյից այնտեղ կանգնած։ Ասում չեմ հավատում։ Ասում գազ տվեցի որ շուտ հասնեմ տենամ ինքնա։ Ասում հասա, տենամ այնտեղ ծաղիկներ դրած գերեզմանի կողքը մենակով կանգնած է։
Ինքը ապաշխարեց, կյանքը տվեց Հիսուսին, ներեց այդ մարդասպանին, այդ տունը որտեղ որ ապրում էին, որ ոչ մի բանի չէր կարելի կպնել, ես իրան ասեցի դու այս տունը պիտի թողես ու գնանք Թազատուն։ Ինքը համաձայնվեց, մենք օգնեցինք իրան, սաղ տունը թողեց, իրանք տեղափոխվեցին Թազատուն, իրանց տան մեջ քեֆել ենք արել, պարել ենք, ուրախացել ենք, սեղաններ ենք գցում, քեֆ ենք անում, ուրախանում ենք, Bible study-ներ ենք իրանց տան մեջ անում ու սաղ տունը ապրում են այսօր։ Որովհետև մեր Աստված գիտի ապրեցնել։ Կապրես, կտեսնես։ Կապրես, կտեսնես։ Ու այդ երեխեն, ոնց որ իմ համար իմ երրորդ տղեն է լինի։ Հիմա ինքը դարձավ բոքսի չեմպիոն այնտեղ։ Հիմա ինքը իրան բերեցի անցյալ տարի իմ հետ ստեղ Հայաստան, որտեղ իրան ասացի, ի՞նչ է քո երազանքը մի օր, ասաց ուզում եմ Հայաստան լինեմ, ինքը Հայաստան չէր եղել։ Ասաց ուզում եմ Հայաստան լինեմ ու լինեմ այնտեղ, որովհետև papas պարապել է բոքս։ Ես իրան սյուրպրիզ արեցի, իր տոմսերը նվեր առա, ասացի ես տանում եմ քեզ հետս Հայաստան։ Անցյալ տարի բերեցի իրան Հայաստան, տարա այդ իր բոքսի զալերը, որտեղ papan պարապել է ասախ տեղերը։ Հետո իմ տղերքի հետ տարան գնացինք ման գալ ուրիշ երկիր, ինքը մեր հետ։ Ու հիշեցի Հովի այդ խոսքը, որ ասեց դու հայրություն կանես շատ երեխեքի համար ստեղ, Աստված ասում է, բայց ես այդ վաղ քնում եմ իմ ավտոյի մեջ։ Ու ես հայրություն կանեմ քո երեխեքի համար։ Գիտեք ինչ։ Աստված գիտի ապրեսնել մեռածին։ Աստված գիտի նեղության մեջ դու ինչ ցավեր ու տառապանքներ ես կրում, ինչ խայտարակություններ ես անցնում, ոնց ես ջարդվում անգամնես, որ դու մտածում ես ել կյանքում չեմ վերականգնվի։ Բայց Աստված գիտի գատե ու նորից ապրեսնի։ Եսայի մարգարեության մեջ ասում է, նա ջախջախված եղեգը չի կոտրի։ Ջախջախված։ Հայերեն շատ լավ է հնչում այդ բառը։ Ջախջախված այդ եղեգը։ Ես այնքան վերքեր կա քո կյանքի վրա, այնքան ջարդված է քո կյանքը, որ մտածում ես էլ կյանքում չի կարասի վերականգնվի։ Անգամ չի կարա վերականգնվի, որ միլիոն դոլարներով փող տամ։ Էլ էսի չի կարա վերականգնվի։ Ջախջախված է։ Բայց այդ ջախջախված եղեգի մասնագետը ասում է, ես իրան վերջնական չեմ կոտրի։ Բա ինչ կանի։ Ուզում եք տենակ ինչ անելու Աստված։ Հա։ Նայեք։ Մատթեոս 27-29։ Հաստատ այս տեղը նկատած չեք լինի։ Այստեղ Հիսուսին արդեն բռնել են ու ծաղրում են։ Գիտեք ում են ծաղրում։ Ջախջախված եղեգ այն, որ Եսայի մեջ ասում է, չեմ ջարդի, այ ջախջախված եղեգը, որի որ ձեռքում է, չեմ ջարդի, այ ինքը ինչա, իր մասին ինչա գրված նայեք, ասում է։ Եվ փշե պսակ սարքելով դրեցին նրա գլխին։ Եվ եղեգ մի ձեռքում տվեցին նրա։ Եվ նրա առաջ ծնկ դնելով ծաղրում էին նրան եւ ասում. ողջույն քեզ հրյաների թագավոր։ Փշե պսակ դրեցին իր գլխին ու ձեռքը տվեցին ջախջախված մի եղեգ, այն որ, բայց հիմա էլ ջախջախված չէր։ Գիտես ինչի, որպես նշան, որ ինքը թագավոր է, այդ եղեգը ջախջախված դարձավ գավազան թագավորի ձեռքին։ Հրյաների թագավորի։ Ու եթե քո կյանքը ջախջախված է այսօր, ջախջախված ձևով որ քո կյանքը տաս Հիսուսին, ինքը դրա վրա կհենվի ու կդառնա իր թագավորական գավազանը։ Եթե դա ջախջախված լինի, ինքը չի կարա հենվի, բայց իր ձեռքերում դա նորից ապրում ու կենթանանում է ու դառնում է գավազան, որի վրա ինքը կարում է հենվի այս երկրի վրա ու կարում է նորից օգտագործելով համիկին, այդ որպես այդ ջախջախված են վաղ, հիմա
հենված գավազան օգտագործում է լիքը պատանի ու երիտասարդների կյանքի համար։ Օգտագործելով Արմենին, օգտագործում է փրկելու, լցնելու, կրթելու Աստծո խոսքով այս ժողովրդին։ Օգտագործելով քեզ մյուս տեղերում։ Եթե քո կյանքը ջախջախված է, բայց դու այդ ջախջախված կյանքը մեկը տալիս ես էլի Հիսուս Քրիստոս թագավորների թագավորին, ինքը սարքելու է գավազան դա։ Դրա համար ինքը գիտի մեռածին ապրեսնել։ Դրա համար կապ չունի ինչ իրավիճակներով դու անցնում ես կյանքում, կապ չունի, բայց ես քո համար ունեմ մարգարեական խոսք։ Կապրես ու կտեսնես։ Կապրես ու կտեսնես։ Կապրես ու կտեսնես։ Կապրես ու կտեսնես։ Ես չգիտեմ այդ ոնց է լինում։ Ես իմ կյանքի պես չի լինելու քոնը։ Այն մյուսի պես էլ չի լինելու քոնը։ Քոնը անելու է ինքն ինձ, ոնց որ ինքը գիտի, որ քո համար էդի օրդություն ու ճիշտն է։ Ու ինքը չունի մի տարբերակ, ինքը ունի միլիարդավոր տարբերակներ։ Աստված կարա ու գիտի ոնց ջախջախված եղեգը վերականգնի ու դարձնի ամուր պինդ փեդ իր ձեռքի մեջ։ Դրա համար ես ուզում եմ, որ այսօր մենք իրար հետ աղոթք բարձրացնենք։ Որովհետև հավատացեք մի բան ասեմ։ Երեք ասեցի Speech Night-ի ժամանակ, որտեղ որ այդ մեր ծրագիրն է, միջոցառումների, որ անում ենք տարբեր նահանգներով Ամերիկայի, որտեղ իմ նպատակն է, որ դա ամեն աշխարհով, ամբողջ աշխարհով տարածվի ու տարածվում է արդեն։ Երեք մոտ 400 հոգի մարդ էր։ Ու նայում եմ ասում Աստված ջան, դու ստեից ինձ տարար 5 տարի առաջ, ջախջախված, հետ բերեցի որպես գավազան։ Ու էդի ոչ թե ասում եմ, որտեղ ես եմ, էդի Հիսուսն է։ Այդ գավազանը, որ գցած լինի միտեղ, ոչ մեկ բանի տեղ չի դնի։ Էդի իր ձեռքերի մեջ է արժեք դառնում։ Նայես թե ում ձեռքում է էդի։ Էդի իր ինքն է ստատուս տալիս, արժեք տալիս այդ գավազանին։ Ու դրա համար այսօր ես հավատում եմ, որ մենք իրար հետ աղոթելու ենք։ Ու այս խոսքը դու կարաս վերցնես մարգարեական քո կյանքի համար, որ ասում է կապրես ու կտեսնես ով եմ ես։ Որտեվ ես քո հետ կլինեմ քո նեղության մեջ, երկար օրերով կկշտացնեմ քեզ, ասում եմ վերջում է փառավոր կանեմ քեզ, փառավոր կանեմ քեզ։ Մի վախեցեք փառավոր լինելուց, վախեցեք, որ այդ փառավոր ժամանակ փառքը չտակ Աստծուն։ Թե չէ փառավոր լինելը, դա Աստծուց է, Աստված ասում է, ես ինձ փառավորողներին կփառավորեմ, բայց մենք պետք է հասկանանք, որտեղից վերցրես ու այդ ամբողջ փառքը իրանն է, բայց այսօր Աստված փառավորում է լիքը բաների մեջ, բայց այդ փառքը իրանն է, ամեն ինչի համար, մեր բոլորիս կյանքի մեջ։ Դրա համար ուզում եմ, որ իրար հետ կանգնենք ոտքի այսօր, հիմա եկեք բարձրանանք ոտքի։ Հալելույա։ Աստծո ժողովուրդը միշտ ունի հույսի կարիք։ Ու հույսի աղբյուրը հավատա ինչի, երբ որ քո պարտքերը մարվում է։ Կամ ինչ որ մեկը խոսք է տալի քեզ, որ այս բանը կանի քո համար։ Էդի չի հույսը, էդի մարվող հույսը։ Ըլլում է, անցնում է։ Բայց երբ որ դու հույսի աղբյուրի հետ ես, դաժե քո բոլոր խնդիրները չլուծվի, բայց դու զգում ես, որ միշտ անդադար կա հույս քո համար, հավիտենական հույս։ Մարդկանց տված հույսը երկրային ու ժամանակավոր է, Աստծո տված հույսը հավիտենական է, որտեղ ինքն է հույսի աղբյուրը։ Աստծո տված ուրախությունը, դա այն ուրախությունը չի, որ քեզ ավտո են նվիրում։ Դա այն ուրախությունը չի, որ դու իր տվածով ուրախանում ես կամ քո աղբոր կամ քրոջ ինչ որ մի բանով օրտնած ուրախանում ես կամ տուն ստացար կամ մյուսը բարձր աշխատավարձ ստացար, դրանք ժամանակավոր ուրախություն են։ Աստծո տված ուրախությունը ինքը անվերջ է, էլի հավիտենական է, որտեվ հենց ինքն է ուրախության աղբյուրը։ Աստծո տված կյանքը դա ժամանակավոր չի, դա էլի հավիտենական է։ Ամեն բարի բան գալիս է Աստծուց։
ու այդ արժեքները, որ գալիս Աստծուց, հույս, հավատ, սեր, կյանք, դրանք հավիտենական են։ Գիտեք շատերը խեն Աստծուն թողում ու գնում, որովհետև գալիս են ու փնտրում են ժամանակավոր ուրախությունը, ժամանակավորը, բայց մենք մի բան գիտենք, մենք ուխտի մեջ ենք Աստծո այդ հավիտյան, աղքատության մեջ, առատության մեջ, սոված, թե ծարավ, ապրելուց, թե մեռնելուց, մենք չենք եկել, որ մեզ լավ լինի, մենք եկել ենք, որտև առանց իրա չենք կարա, մենք եկել ենք, մենք իրա հետ ենք, որտև կյանքի աղբյուրն է ինքը, որովհետև մենք եկել ենք մի գիտակցության, որ հասկանում ենք, որ կյանքի աղբյուրին ես կպել դու, ու դրա համար Հիսուսը ասեց, ինձանից խմողը էլ երբեք չի ծարավի, բայց այն մյուս ջրերից, որ խմում ես, ասում ես, այս տունն էլ ունենամ, վсё լավ կնի, պրծանք, տունն էլ ունեմ ես, դրում ես էլի դատար կաներսդ, էլի ծարավեցիր, նայում ես, ասում ես, վերջի ես լավ բանը հելելա, ես էլ ունենամ, նենց ուրախ կլնեմ, ունեն մեզ էլի մի քիչ անցած դատար կա, որտեվ էլի ծարավեցիր, միակ աղբյուրը, որ դու էլ երբեք չես ծարավի հավիտյան, էդի մենակ Քրիստոսն է, որտեվ ինքն է կյանքի աղբյուրը։ Ու անկախ ամեն ինչից, անկախ քո իրավիճակներից, ինքը արժանի է, որ դու իրան փառաբանես, կապ չունի դաժե քո հարցը լուծելու է, թե չի լուծելու, ոնց է լինելու, քո նեղության մեջ էլ մեռնելու ես, գնալու ես օրինակ, ես չգիտեմ, բայց դա չի հարցը, ժողովուրդ, Աստծո խոսքը ասում է, եթե մենք մենակ այս երկրային կյանքի համար ենք հուսացած Տիրոջը, ամենից ողորմելի ենք մենք։ Եկեք փոխենք մեր մտածելակերպը, մեր աշխարհայացքը ու հասկանանք, որ կա ավելին, քան ինչ որ մենք տենում ենք ու պատկերացնում ենք, կա ավելի մեծ, գերագույն արժեք, որը Քրիստոսի պատվական արյունն է, կա ավելի գերագույն արժեք, որ դու ունես հավիտենական կյանք, հավիտյան կյանք։ Դու գիտեք, այսօր Ամերիկայում, դուք չեք պատկերացնի ինչա կատարում, դեպրեսիան կերել է մարդկանց, տագնապը, պանիկաներ, դեպրեսիաներ, բայց այսօր դու գիտես ինչ ունես, դու գիտես, հենց մի հատ նեղվեցիր վազելու, փախնելու, պաղկվելու տեղը գիտես, քո ծածուկ սենյակն է։ Դու փախնելու տեղ ունենք մենք։ Ու դա մենք գիտենք որտեղ այդ դուռը, Քրիստոսն է այդ դուռը։ Աշխարհը չգիտի դա, ինքը պանիկայի մեջ, ինքը տագնապի ու վախերի մեջ նստած, չգիտի որ բժիշկի դուռը թակի։ Բայց դու գիտես, մի հատ այն տեղը, որ մտնում ես, հարց չի լուծում, բայց ես խաղաղ ուրախ ելնում ես աշկերտ փայլելով։ Խի, որովհետև դու հանդիպում ես կյանքի աղբյուրին։ Մենք ունենք գանձ երկնային, մենք ունենք ամենաթանկը, ասում եմ գնաս մի մարդ ամեն ինչ ծախեց, որ գար առներ են ամենաթանկ գանձը, կապ չունի ինչ կունենանք այս երկրի վրա, հավատացեք ինձ, ես եղել եմ թե ամենաներքևը, ես $20 գնացել եմ Ամերիկա, իմ տոմսերն չեմ կարացի առնեմ, շատ դժվարություն, ովքեր ինձ գիտեն, շատ դժվարությունների մեջ եմ եղել, բայց գիտեք ինչ, ընդեղել եմ եղել, բայց հավատացեք մի բան, ոչ մի բան, Քրիստոսի հետ, պրոստը մի րոպե, աղոթքի սենյակում անցկացնելու չեմ փոխի։ Բայց ինքը գիտի, ոնց քեզ ապրեսնի ու ոնց քեզ փրկի, դրա համար կապրես ու կտեսնես քո Տիրոջ փառքը, քո կյանքի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով։ Եկեք բարձրացնենք աղոթք, փակենք մեր աչքերը, հալելույա Տեր, եկեք իրար ձեռք բռնենք, եթե իրար մոտիկ եք կանգնած, իրար ձեռք բռնենք, որպես բոլորս հավասար Տիրոջ առաջ, ոչ մեկս ոչ առավել ենք, ոչ պակաս ենք, մենք բոլորս մի հատ գնով ենք գնված, մեկը գնված չի $1 միլիոն են մեկնել $150,000, սաղս մի գնով ենք գնված, այդքան նույն թանկ հավասարապես նույն արժեքի գինը ունենք, արյուն Քրիստոսի, այդ գնով ենք գնված, հալելույա երկնային Հայր,